Տարին մեր առջև բացվում է ինչպես դատարկ թերթիկ, եւ աստղերի լույսը ձևավորում է մի տեսակ քարտեզ, որով շատերդ ավելի հեշտ կկողնորոշվեք, քան կարծում էիք։ 7 նշանների համար 2026 թվականը խոստանում է ճակատագրի հատկապես բարենպաստ շրջադարձեր, ոչ թե պատահական նվերներ, այլ հնարավորություններ, որոնք կարելի է ճանաչել եւ պահպանել։ Կարդացեք, շարունակեք, եւ դուք կգտնեք ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել, որ բախտը դառնա ոչ թե անցողի քյուր, այլ հուսալի դաշնակից։ Ցուլ։ Կուտակված հարստության եւ հանգիստ աջակցության մեղեդին։ Ցուլ։ Գալիք տարին ձեզ կբերի տնտեսական վստահության բեղուն շրջան։ Ձեր բնական հակումը պլանավորման եւ մանրամասներին ուշադրություն դարձնելու նկատմամբ կսկսի կոնկրետ դիվիդենդներ բերել։ Նախագծերը, որոնք դուք երկար ժամանակ լուռ հետապնդում էիք, ձևավորվում են։ Նախկինում կատարված ներդրումները կսկսեն կայուն եկամուտ ստեղծել։ Սարիսկային արկածների ժամանակ չէ, այլ ռեսուրսների հմուտ բաշխման եւ ֆինանսական հոսքերի ամրապնդման։ Դուք կարող եք հանդիպել առաջարկի, որը առաջին հայացքից համեստ է թվում, բայց ժամանակի ընթացքում կդառնա ապագա նվաճումների հիմք։ Կարևոր է պահպանել չափավորություն ծախսերի մեջ, գրանցել եկամուտները եւ վերանայել պայմանագրերը։ Մի փոքր մանրակրկիտություն է հիմա, կապահովի, որ դուք հարմարավետ զգաք առաջիկա ամիսներին։ Եթե պատրաստ եք ձեր շահույթի մի մասը ներդնել ձեր հմտությունները բարելավելու կամ ձեր բիզնեսը արդիականացնելու մեջ, ապա եկամուտը կգա շատ ավելի արագ, քան դուք սպասում եք։ Վստահեք ձեր առողջ բանականությանը, բայց մի վախեցեք ընդունել այն կայունությունը, որը աստղերը պատրաստ են առաջարկել ձեզ։ Արյուծ. ուժի վերելք եւ մասնագիտական ճանաչման աճ։ Արյուծի համար 2026 թվականը կլինի մասնագիտական նշանակալի առաջընթացի տարի։ Ձեզ կնկատեն, ձեր գաղափարները աջակցություն կստանան եւ ձեր հավակնությունները հող կգտնեն աճի համար։ Սա պարտադիր չէ, որ նշանակի անհապաղ ճանաչում։ Հաջողությունը ամենից հաճախ իրականանում է ձեր կարիերայի առաջխաղացման միջոցով։ Նոր պարտականություններ, ավելի մեծ պատասխանատվությամբ նախագծեր եւ օգտակար դաշինքներ։ Ձեր խնդիրն է կառավարել ձեր էներգիան այնպես, որ այն աշխատի երկարաժամկետ արդյունքների համար։ Ցուցադրեք կոմպետենտություն, բայց ճկուն մնացեք հաղորդակցության մեջ, խուսափելու հիմնական դաշնակիցներին կորցնելուց։ Եթե հնարավորություն առաջանա բանակցել կամ նախագիծ ներկայացնել կարևոր լսարանի, մանրակրկիտ պատրաստվեք։ Հստակ տրամաբանությունը, վստահ ներկայացումը եւ կոնկրետ թվերը ավելի բարձր են խոսում, քան խոսքերը։ Հիշեք, որ կարիերայի աճը կապված է ոչ միայն անձնական հաղթանակների, այլև գործընկերներին ոգեշնչելու եւ առաջնորդելու ունակության հետ։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք հիմք դնել ապագայում նշանակալի նվաճումների համար։ Կարիճ. փոխակերպող դաշինքներ եւ նոր ուղիների պայթյուն։ Կարիճ. գալիք տարում հաջողությունը կդրսևորվի շփումների եւ համատեղ ջանքերի միջոցով։ Հարաբերությունները, գործնական կամ անձնակա, կստանան անսովոր ուժ։ Նրանք, ովքեր հիմա կանգնած են ձեր կողքին, կարող են դառնալ էական փոփոխությունների կատալիզատորներ։ Սա ժամանակն է լսելու ձեր ինտուիցիային, բայց նաև ստուգելու փաստերը։ Վստահությունը ուժ է բերում, իսկ պարզությունը անվտանգություն։ Համատեղ նախագիծ սկսելով կամ ձեր զուգընկերոջ հետ անկեղծ երկխոսության համար բացվելով, դուք հնարավորություն ունեք ոչ միայն ընդլայնել ձեր ազդեցության շրջանակը, այլև վերանայել հին վերաբերմունքները, որոնք ձեզ հետ են պահում։ Մի վախեցեք համարձակ քայլեր ձեռնարկել, բայց դա արեք զգուշությամբ։ Փորձնական քայլերը, դերերի բաշխումը եւ հստակ համաձայնությունները կօգնեն խուսափել թյուրըմբռնումներից։ Փոխակերպման էներգիան կլինի ձեր դաշնակիցը։ Ճիշտ ուղղորդված, այն կբացի հնարավորությունների, որոնց մասին դուք միայն ակնարկել եք։ Ձկներ. վեհ աջակցություն եւ երկար փայփայած ծրագրերի իրականացում։ Ձկներ, 2026 թվականը խոստանում է վերևից ջերմ աջակցություն եւ մի շարք երջանիկ պատահականություններ, որոնք ձեզ կհասցնեն ձեր երազանքների իրականացմանը։ Ձեր զգայունությունն ու մակերեսից այն կողմ տեսնելու ունակությունը այժմ կաշխատեն ձեր օգտին։ Ինտուիտիվ հուշումներն ճշգրիտ կլինեն, կապերը ժամանակին, իսկ արտաքին հանգամանքները բարենպաստ։ Սա անսովոր ժամանակ է ստեղծագործական կամ իդեալիստական նախագծերը կյանքի կոչելու համար։ Այնինչ դուք վաղուց փայփայում եք ձեր սրտում, կգտնի ձև եւ աջակցություն։ Կարևոր է ոգեշնչումը համատեղել ծրագրի հետ։ Գրեք ձեր գաղափարները, ուրվագծեք քայլերը եւ օգնություն խնդրեք ձեր տեսնականն իրականացնելու պատրաստ գործընկերներից։
Մի զերկեք ինքներդ ձեզ գործնական քայլերից, նույնիսկ ամենավեհ գաղափարն է պահանջում է հետևողական գործողություններ։ Վստահեք երազներում ձեզ հասնող նշաններին և հանկարծակի պատկերացումներին, միաժամանակ ձեռքի տակ պահելով իրականացման իրատեսական գործիքները։ Կույս, մանրակրկիտ մոտեցում և արդյունքների ճանաչում։ Կույս, ձեր հանգիստ, բայց վստահ աշխատանքը կսկսի տեսանելի պտուղներ տալ 2026 թվականին։ Ձեր կատարելագործած փոքր մանրամասներ կարևոր կլինեն որոշում կայացնողների համար։ Ձեր ճշգրտությունը, համակարգվածությունը և փոքր, բայց կարևոր առաջադրանքներ կատարելու ունակությունը ձեզ կդարձնեն արժեքավոր և հուսալի պաշտոնյա։ Մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն հաճախորդների կամ ղեկավարության վստահության միջոցով։ Հույսը դրեք այն նախագծերի վրա, որոնք պահանջում են ճշգրտություն և հաշվետվողականություն։ Կգա նաև մի ժամանակ, երբ պատվիրակումը օգտակար կլինի, սովորեք բաշխել պարտականությունները ձեր էներգիան ազատելու ավելի բարձր մակարդակի առաջադրանքների համար։ Ձեր առողջությունն ու առօրյան կպահանջեն ուշադրություն։ Հավասարակշռված գրաֆիկը և վերականգնման վրա կենտրոնացումը կօգնեն ձեզ պահպանել գագաթնակիտ արտադրողականությունը։ Ձեր ուժը կայանում է զգույշ հետևողականության մեջ։ Օգտագործեք այն, և տարին կլինի ձեր կարողությունների և հեղինակության վստահ աճի ժամանակաշրջան։ Աղեղնավոր. հնարավորությունների և հորիզոնների ընդլայնման ճանապարհորդություն։ Աղեղնավոր. 2026 թվականը ձեզ բազմաթիվ աճի հնարավորություններ կբերի շարժման, ուսուցման և նոր պայմանագրերի միջոցով։ Սա այն ժամանակն է, երբ օգտակար կապեր կարող են հաստատվել ճանապարհորդության ընթացքում կամ նոր գիտելիքներ ձեռք բերելիս։ Դասընթացները, սեմինարները և մասնագիտական փոխանակումները կբացեն դռներ, որոնք նախկինում միայն կասկածում էիք։ Կարևոր է չշտապել վերջնական պարտավորությունների հարցում։ Ընտրեք նախագծեր, որոնք համապատասխանում են ձեր երկարաժամկետ ձգտումներին և խուսափեք մակերեսային համաձայնություններից։ Իմպուլսիվությունը կարող է հանգեցնել ձախողման, եթե չստուգեք պայմանները։ Զգուշության առողջ չափաբաժինը կօգնի ձեզ պահպանել ձեր ազատությունը, միաժամանակ օգտվելով շահավետ հնարավորություններից։ Եթե դուք պլանավորում եք միջազգային համագործակցություն կամ աշխատանք, որը ներառում է հեռավոր կապեր, նախապես պատրաստեք փաստաթղթերի և հաշվարկները։ Այս ոլորտների զարգացումը կարող է նշանակալի արդյունքներ տալ։ Խոյ. համարձակ նախաձեռնություններ և էներգիա առաջնորդության համար։ Խոյ. ձեր բնական գործողության ձգտումը կգտնի կիրառում 2026 թվականին վճռական դատականություն և արագություն պահանջող նախագծերի միջոցով։ Սա այն տարին է, երբ հստակ նպատակով սկսված նախաձեռնությունները դրական արձագանք են ստանում։ Ներդրողներն ու գործընկերները ուշադրություն կդարձնեն նրանց, ովքեր արագ և վստահորեն են գործում։ Սակայն հաջողության համար անհրաժեշտ կլինի ոչ միայն կիրք, այլև ռեսուրսների իմաստուն բաշխում։ Իմաստուն կերպով ընտրեք ձեր մարտերը, սահմանեք կարճաժամկետ նպատակներ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ արդյունքների։ Ֆիզիկական էներգիան և նպատակասլությունը կխաղան ձեր օգտին, հոգ տարեք ձեր վերականգնման մասին, կես ճանապարհին ուժասպահությունից խուսափելու համար։ Թիմային աջակցությունը կբարձրացնի ձեր հնարավորությունները։ Շրջափակեք ձեզ մարդկանցով, ովքեր պատրաստ են ստանձնել առօրյա աշխատանք, մինչ դուք առաջ եք տանում նախագիծը։ Քաջուրությունը, որը հնվված է կարգապահության վրա, ձեզ կդարձնի այնպիսի մարդ, ով հնարավորությունները վերածում է իրական նվաճումների։